Օրեր առաջ վարչախմբի պարագլուխը հայտարարեց, որ մայիս ամսին կազմակերպելու է զորահանդես։ Զորահանդեսը ինքնին կարևոր նշանակություն ունի։ Եթե այդ զորահանդեսը կազմակերպում ես քո ժողովրդի եւ բանակի մարտական ոգին բարձրացնելու համար, եթե այդ զորահանդեսը կազմակերպում ես թշնամուն ուղերձ հղելու, որ ունեն բանակ, պատրաստվածություն, սպառազինություն եւ երբեք չհամարձակվեք հարձակվել։ Հիշեցնեմ 2019 թվական, երբ որ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանի հետ նստել էր Սու-30-ի ղեկին եւ վստահեցնում էր ժողովուրդ ջան, մենք ձեռք ենք բերել ժամանակակից սպառազինություն եւ ձեր անվտանգությունը այլևս ապահովված։ Եվ ինչ եղավ արդյունքում։ 44 օրյա պատերազմի ժամանակ այդ սուերը այդպես էլ օդ չբարձրացան, որովհետեւ պարզվեց հրթիռ չունեն։ Մենք 44 օրյա պատերազմի ժամանակ պարզվեց մեր զենքերից շատերը չաշխատեցին։ Հետևաբար կարևոր է ոչ միայն սպառազինությունը, այլ նաև կարևոր է նախ ճիշտ սպառազինությունը եւ երկրորդ ովքեր են ղեկավարում այդ բանակը։ Սուրեն Պապիկյանի եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ակնհայտ է ամեն ինչ։ Նույնիսկ ՆԱՏՕ-ի միացյալ զորքերը, եթե վստահես այս զույգին, պարտությունը երաշխավորված է կապիտուլյացիան պատրաստ։ Հետևաբար այս ամեն ինչի նպատակը կրկին մեր ժողովրդին խաբելն է։ Իմիջիայլոց մեկ փաստ եւս։ Պատերազմից հետո այս իշխանությունը որևէ զորավարժություն չի կազմակերպել, որը ունի շատ կարևոր նշանակություն բանակի պատրաստվածությունը, մարտունակությունը բարձրացնելու համար։ Իսկ ընտրություններից մեկ շաբաթ առաջ այս զորահանդեսը ակնհայտ է ինչ նպատակ ունի եւ ես վստահ եմ, որ սրանով չեն կարող կրկին խաբել մեր ժողովրդին, որովհետեւ այսօրվա ռեժիմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր անվտանգության թշնամին է, Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության թշնամին է եւ դա նրանք ապացուցել են իրենց կառավարման տարիներով։ Սա է իրականությունը։